Բարև ձեզ։ Ժամանակը մեկընդմիշտ փակում է դուռը անցած վայրկյանի առաջ, սակայն մեկ կադրը հնարավորություն է ստեղծում նայել այն, ինչ արդեն անցած է։ Կադրը կարելի է ասել ժամանակի պատուհանն է։ Իրավիճակը փոխվում է արդեն կարճամետրաժի դեպքում, երբ սուղ ժամանակը ստիպում է իրականությանը նայել ավելի սուր, ավելի խիտ, ավելի ճշմարիտ։ Եվ որքան քիչ է ժամանակը, այդքան ստիպված ես ճշմարիտ ընտրություն կատարել։ Օր 6-րդ հաղորդաշարի այսօրվա հյուրը մեկ կադր միջազգային կինոփառատոնի հիմնադիր, վավերագրող ռեժիսոր Գագիկ Ղազարեն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ու այդպես գեղեցիկ նախաբանի համար նաև։ 2003-ին, երբ հիմնեցիք մեկ կադր միջազգային փառատոնը, կադրի եւ կարճամետրաժի մշակույթը այդքան չէր ներթափանցել մարդկանց առօրյա։ Այսօր յուրաքանչյուր մարդ հեռախոսով կարող է մեկ կամ մի քանի կադրերով ստանալ որևէ պատմություն եւ իր իսկ հեռախոսից տարածել։ Եվ դուք որպես այդ մեկ կադրի կարճամետրաժ կինոփառատոնի հիմնադիր, ինչպես եք տեսնում այս զարգացումը, ինչ է փոփոխվել կադրի եւ կարճամետրաժի մշակույթի, փիլիսոփայության, առհասարակ կադրի արժեքի մեջ այս երկու տասնամյակների ընթացքում լավ եւ վատ առումներով։ Եթե այսպես ասեմ, լավն ու վատը իրար հետ զուգակցված գնում են։ Այն իմաստով, որ լավ է, որ շատերն են նկարում։ Դա իսկապես լավ է, որովհետև դա որևէ ձև որևէ գիտելիք է, դա ինչ որ գիտելիք է, որ այդ մարդիկ աշխատում են, մարդիկ որևէ ձև փորձում են ինչ-ինչ խորհրդանիշների արտադրության մեջ լինել ու դրանց միջոցով զարգացնել իրենց գիտելիքը ու զարգացնել այդ լեզվի միջոցով զրույցը ուրիշների հետ։ Հիմա ամենայն հավանականությամբ հատկապես վերջին մի 4-5 տարին, այդպես ասենք, որը շատ ավելի այսպես հանրամատչելի դարձրեց ու նաև հաղորդակցության միջավայրը փոխեց։ Հիմա երևի մենք այն փուլում ենք, երբ որ շատ մեծ աղմուկ է այդ արտադրության։ Գուցե գա ինչ-որ մի պահ, երբ արդեն սկսեն մի քիչ հանգստանալ, խաղաղվել ու վերադառնալ այն մեկնարկային կետին, թե ի վերջո ինչ եմ նկարում, ինչի համար եմ նկարում ու ինչ առանձնահատուկ մի բան կա այդ կադրի կամ այդ պատկերի մեջ, որի միջոցով ուզում են խոսել ուրիշների հետ։ Ու ուրիշները միշտ շատ են։ Դու որպես հեղինակ մի հատ ես։ Իսկ ուրիշները առավել եւս հիմա մի ամբողջ մարդկության հետ դու կարող ես իրապես խոսել։ Խնդիրը այստեղ լավի ու վատի սանդղակի ցուցիչը ամենայն հավանականությամբ այն պետքա որ լինի, թե դու ումն ես տեսնում քո հանդիսատես։ Եթե տեսնում ես լոկալ, ինչքան ավելի փոքր ես տեսնում այն միջավայրը, որի համար դու որևէ վիզուալ արտադրություն ես անում, այս դեպքում կադր, կադրերի համահավաք, այդ նույն ձեռքի հեռախոսը, ինչքան լսարանդ քիչ է, այնքան քո պրոդուկտը այդ քիչ լսարանի համար կլինի։ Ինչքան ու դու ավելի թեթև կվարվես, ավելի թեթև կմոտենաս այդ վիզուալ նյութին։ Ինչքան քո գիտակցության մեջ հասունանա այն պատկերացումը, որ այնուամենայնիվ դու ունես հնարավորություն հավակնելու ու ամեն ինչ անելու, որ քո վիզուալ նյութը հասնի առավելագույն քանակությամբ մարդկանց, ինչը որ այսօրվա տեխնոլոգիաները ինչի հնարավորությունները տալիս են, այնքան դու ստիպված ես լինելու մի քիչ ավելի երկար մտածել, մինչև այդ ռեկ կնոպկան սեղմելը։ Բայց ասեմ, պատահականորեն կարող է ռեքը սեղմես ու ստեղծվի ինչ-որ մի բան, ժամանակի ամբողջ պարադոքսը դրա մեջ է։ Ստեղծվի դու լինես կա չէ այսպեսի խոսք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու ընդամենը պետք լինի այդ ռեկ կնոպկան սեղմել ու այդ նույն ազդեցությունը դու կարող ես ունենալ։ Տարբերությունը նախկին շրջանի այդպես մեկնարկային մեկ կադրի դա 23 տարի առաջ էր։ Այդ շրջանի ու հիմիկվա մեջ
Այս կոմունիկացիաների առատությունն է ու գործիքների ավելացում ու հաստատ գործիքը բոլորի գրպանում է ու ամեն ինչ կարող են այդ նույն գործիքով անել։ Բայց գիտեք ինչ վտանգ կա, որ կոնկրետ ես ինքս ինձ վրա զգում եմ կարճամետրաժների չափազանց առատությունը, որ յուրաքանչյուրին այսօր հնարավորություն է տրվում այո ստեղծել եւ ուղարկել, քեզ հեռացնում է ավելի երկար բան նայելուց։ Դժվարանում ես արդեն, նախընտրում ես կարճ բան, արագ բան, այսինքն մտավախություն չկա, որ նրանք ում համար որ պատրաստում եք, եթե անգամ դրանք ընտրյալներն են ձեր, նրանց պատկերացնելով եք ստեղծում, իրենք արդեն այլ առաջվանը չեն։ Դա միանշանակ մեր հասարակությունը կամ գլոբալ աշխարհը փոխվել է, բայց միևնույն ժամանակ էլ արվեստի տեսակը, որի անունը մենք միասին դնենք կինո, այդ տեսակը ու իր դասական տարբերակով տեսակի մասին ենք խոսում, ինքը ունի շատ հստակ պայմանականություն։ Դու պետք է գնաս կինոթատրոն, այդ մթությունը պետք է լինի, թող դա չլինի այն կինո Մոսկվան, ասենք, այդ պատկերացմամբ կինոթատրոնը, կարող է դա լինել որևէ սրահ, որտեղ համարժեք պայմանները կան կինոյի համար։ Այնուամենայնիվ պետք է լինի մութ, լույսերը պետք է հանգեն ու դու էկրանի վրա պետք է տեսնես այդ մեծ պատկերը։ Եթե մենք խոսում ենք կինո նկարելու մասին, եթե որևէ մեկը ձեռքի հեռախոսով անգամ հավակնում է կինո նկարել, ինքը ի սկզբանե պետք է ոնց որ այս կանոնի մեջ տեսնի իր հորինվածքի ամբողջ տրամաբանությունը, ինքը ինչ է անում, որովհետև այնուամենայնիվ իսկապես ինչ-որ նոր բան ասած չեմ լինի, ձեռքի հեռախոսով կինո նայելը դա մի բան է, կինոթատրոնում դա մեկ այլ բան է։ Ձեռքի հեռախոսով հա մենք պատահում ենք մետրոյում, ավտոբուսում, տարբեր տեղերում կարելի է կինո նայել, բայց ես չեմ կարծում, իսկապես չեմ կարծում, որ կինոն տեսան, կինոն նայվեց։ Այդ պայմանականությունը, եթե ընդունում ենք որպես այդ բացառիկ շնորհքը, բացառիկ լեզուն, լեզվատարը արվեստի այդ տեսակի, ինքը արդեն պարտադրում է մեզ իր հետ հարաբերությունների ինչ-ինչ կանոններ, որովհետև որևէ արվեստ որևէ հարաբերության կանոն դնում է մեր առջև։ Չգիտեմ, գրականությունը, երաժշտությունը, բոլորը, թատրոնը։ Իդեպ կարճամետրաժի կանոններից մեկը, կանոն չասեմ, բայց խնդիր, որ ինքն իր առջև դնում է, հերոսին դնում է շատ բարդ բարոյական ընտրության առջև։ Եվ կախված նրանից, թե ինչպես ենք մենք վերլուծում չարի եւ բարու, լավի եւ վատի, հոգատարի եւ անտարբերի հարաբերությունները, մենք նաեւ գլխի ենք ընկնում, թե կոնկրետ ինչն էր արժևորված եւ ինչը ոչ այնքան։ Այս համատեքստում 23 տարի շարունակ համոզված եմ, որ դուք հազարավոր կարճամետրաժներ եք տեսել։ Վերջին շրջանում նկատել եք փոփոխություններ բովանդակային առումով, այսինքն բարին է առաջվա եւ չարը արդյոք առաջվա չարն է, կան թեմաներ, որոնք անհետացել են, կան թեմաներ, որոնք ավելացել են կամ հիմնովին փոխել են իրենց շեշտադրումները։ Ես չեմ ասի, թե այդպես էական մեծ փոփոխություններ կա, որովհետև ի վերջո մարդ արարածը որքան էլ տեղի են ունենում տարբեր սերնդափոխություններ, տարբեր նոր մարդիկ են գալիս, եւ աշխարհը առաջվանը չէ։ Այո, ստեղծում նոր հասարակություններ, նոր հարաբերություններ, նոր առաջնահերթություններ են լինում, բայց միևնույնն է, այսպես ասենք, մարդկային հիմնարար արժեքները մնում են նույնը։ Մարդկային հարաբերությունները գնահատող, մարդկային հարաբերությունների երանգները շեշտադրող, հա, այդ տեսանկյունով այսպես մեծ էական փոփոխություններ ես չեմ նկատում, մեծ փոփոխություններ, բայց նկատելի է, որ կինոն ինքը տարբեր կերպ արձագանքում է իրավիճակներին, գլոբալ իրողություններին, հա, այս 20-ամյա շրջանում
իսկապես տեսանելի է եղել այն բոլոր վերափոխումները, ինչ որ տեղի են ունեցել, հատկապես կարճամետրաժ կինոյի հեղինակները միշտ որևէ ձև ուզեցել են Ինչ թեմատիկ անդրադարձներ են եղել հիմնականում։ Դե ասենք նայեք բանը COVID-ի իրավիճակը չէ տեղի ունեցավ 20 թվականին, 19-20 թվականին։ Փակ այդ համակարգը, փակ աշխարհը, չէ, որը նաև ստիպեց մարդկանց հատկապես կինո արտադրելու տեսանկյունով շատ ավելի բարդացավ։ Մի ամբողջ տարի դժվար էր կինո արտադրել, որտեղ հեռավորության եւ այլնի խնդիրներ կային, չէ։ Մարդ չկար, չէր կարելի իրար կողք լինել, իսկ կինոն շատ կոմունիկատիվ է, ուրիշ տարբերակ չկա, պետքա, չգիտեմ, պետքա մարդիկ իրար հետ հանգիստ կոմունիկացվեն։ Այդպես անգամ դրան են անդրադարձել դրա տարբեր ասպեկտներին։ Այդ մարդ չկան, դատարկ քաղաքների պատկերներ մենք մինչև այդ պահը մի տեսակ չէինք պատկերացնի, որ մենք նման վիզուալ շարք կունենանք կամ անդրադարձ կունենանք մեծ մեգապոլիսների դատարկությանը, բայց կինոն հնարավորություն ունեցավ այդ դատարկությունը ցույց տալու, քաղաքակրթության մի տեսակ անկման ինչ որ հարցադրումներ բերելու, հա, մարդու մենակությունը ինքն իր սենյակում, ինքը իր տարածքի մեջ, մարդը այդ ասենք վախի առաջ մենակ Այո, մի լեհ աղջիկ, մի լեհ ռեժիսոր հետևել էր իր մոր կոմունիկացիային COVID-ի շրջանում հեռախոսի միջոցով ու ֆոտոների միջոցով փորձել էր վերստեղծել, վերականգնել այն անհանգստությունները, որ ինքը ուներ իր մայրիկի ու մայրը իր նկատմամբ, բայց երկուսը իրար հետ հեռավորության ներսում են։ Այս կարգի ինչ որ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել ու նաև շատ, այսինքն կինոն միշտ որևէ ձև կամ գուցե այն կինոն, որը մեզ համար է հետաքրքիր եղել, որևէ ձև փորձել է արձագանքել, բացատրել այն իրադրությունները, որոնց մեջ հայտնվել է գլոբալ աշխարհը ու ասենք մեր լոկալ միջավայրում էլ այդ կարգի աշխատանքներ իհարկե եղել են։ Պարոն Ղազարե, դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմին։ Ես գիտեմ, որ պատերազմին մասնակցածները խուսափում են խոսել այդ օրերի մասին։ Սակայն նոյեմբերի 9-ից հետո, երբ դուք հնգօրյա դադարով եկել եք տուն եւ պիտի նորից վերադառնայիք ձեր դիրքերը, որոնք բարձրաբարձր տեղերում էին, ձեզ հետ վերցրեցիք նկարահանող սարք, վստահ չի լինելով նկարահանումներ կանեք թե ոչ, բայց այնուամենայնիվ նկարահանումներ եղան եւ ստեղծվեց Հևք վավերագրական ֆիլմը։ Այնտեղ այդ բարձունքում, ձեր պաշտպանած դիրքում, չավարտված պատերազմի պայմաններում, ինչն էր ձեզ համար իրականությունը, որն էր իրականը, որտեվ ես հիշում եմ, որ մայրաքաղաքում ապրողներիս համար բոլորովին պարզ չէր իրականությունը, մենք չենք ընկալում, չենք հասկանում, ինչ է մեզ հետ կատարվում, ինչ է պատահել եւ կարծում եմ մինչեւ հիմա լավ չենք պատկերացնում։ Իսկ դուք այնտեղ ձեր բարձր պաշտպանած բարձունքում ինչին եք հավատում։ Գիտես, երևի ես իհարկե կարող եմ մի քիչ ավելի երկար ասել, բայց առաջին միտքը, որ եկավ շատ ֆիզիկական բանից, ազդակներից, այդպես հողի ուժին էի ես հավատում, որովհետև ես հավատում էի հողին, որի վրա ես կանգնած եմ, այդ պատասխանը շատ բնական եկավ, ու ես այնտեղ էի կամ մենք տղաներով այնտեղ էինք հենց նաև դրա համար, դա շատ այսպես, եթե անհրաժեշտ լինել անընդհատ գնալ, ու իսկապես անհրաժեշտ լիներ, ինձ թվում է կգնայինք, այդ կանչող ինչ-որ մի բան ունի ինքը իր ներսում, եթե դու իսրտե ուղղակի այդպես բնականաբար այնտեղ ես լինում, դու ես ամենայն դեպս ու մեր տղաները գիտեմ, որ մենք միջև ես պահնել ունենք շատ խորը կապվածություն
այդ իրադրությունների ու այդ տեղանքի հետ հատկապես նաև այդ էլ կա։ Երբ որ օրեր շարունակ քնում ու արթնանում ես հենց հողի վրա, այն բանը կոմֆորտը չի, տունը չի, անկողինը չի, այդ հողի վրա պարկելու այդ կենցաղը, այդ հողի հետ լինելու, ինքը քեզ իրապես մի հատ ուրիշ էներգիա է տալիս։ Հետո դու ամիսներ կամ օրեր շարունակ, երբ որ քնում ես ու արթնանում ես հենց հողի բնական իրական հողի վրա, չգիտեմ, ինձ թվում է այդտեղ ինչ-որ մեկ ուրիշ կապ առաջանում, մեկ ուրիշ, համենայն դեպս իմ զգայությունները այդպիսին են, ես այդպես եմ հիշում, շատ կոնկրետ տեղեր կան, որոնք հիշում եմ, շատ ու դու կապվում ես այդ տեղի հետ ու գիտես ու կարևոր է դառնում, դա կարևոր է, խիստ կարևոր է դառնում, որ դու պետք է այդտեղ լինես, ուղղակի պետք է լինես։ Քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա, քանի դեռ պետք է լինես։ Երբ դուք խոսում եք հողի մասին, ես հիշեցի ձեր երկխոսություն ֆիլմից մի դրվագ, երբ մի կին խոսում էր իրենց գյուղի մասին եւ ասում էր ժամանակին հողը աչքերի թարթիչներով ենք հավաքել, այսօր հողը կա, հողը պահողը չկա, նկատի ունենալով արտագաղթը, ֆիլմը ըստ էության արտագաղթի մասին էր, եւ երբ դուք խոսում եք հողի մասին, ես մտածեցի, որ ստացվում է հողն էլ արդեն չկա։ Ես չեմ ուզում ասեմ չկա, գիտես, ես ուզում եմ ասեմ կա։ Որտեվ այդպես էլի եթե երկխոսությունում այդ միտքը փոխանցում էր մեր տարեցներից մեկը ու այդ նույն տարեցներից մենք էլի փոխանցվել է մեզ այդ հողի հիշողությունը, հետևաբար իրոք այդ չկան շատ абստրակտ մի բան է, այդպես չի, ինքը կա, ինքը միշտ կա ու միշտ լինելու է, կապ ունի, ասենք չգիտեմ, ես իմ պապիկի հետ միշտ կապի մեջ եմ, նախնիների հետ, կապ ունի, թե դու մինչև ինչքան ես կապի մեջ, ես չեմ ուզում ասեմ մենք, գուցե դա անհատական մակարդակի մեջ է այդ ամեն ինչը, բայց ինչքան շատ մենք, այնքան ավելի այդ կապը ավելի ամուր ու հաստատուն է լինելու։ Ես իհարկե միևնույն ժամանակ էլ ես ասում եմ, բայց միևնույն ժամանակ էլ հասկանում եմ այն անմիջական կրողներին, ովքեր կորցրել են, ու այդ տեսանկյան որևէ բան չեմ կարող ասել կամ որևէ բան չկա ասել այդտեղ այն ինչ որ ասում եմ ընդամենը խնդրում եմ որ հույս ունեմ որ ինձ ավելի ճիշտ կհասկանան էլի Վավերագրությունը ինքը ենթադրում է որ կյանքն այնքան բազմաշերտ եւ հարուստ է որ բեմադրությունների կարիք չունի բայց այնուամենայնիվ եթե բեմադրելու լինեիք հեվք ֆիլմում ինչ որ բան կփոխեիք կամ կավելացնեիք, ինչ կանեիք։ Գիտես, ֆիլմը նկարվել է իրականում բոլոր տեսանկյուններով էքստրեմալ իրավիճակում, անգամ տեխնիկական հագեցվածության տեսանկյունով, ընդհանրապես փոքրիկ մի կամերա էր ու մի քանի ժամ մարտկոց։ Հոսանք չկա, չես կարող նորը դնել, այդպես ինչ որ կա, դա է։ Ես գիշերային զրույցները չեմ նկարել։ Հիմա հետադարձ հայացքով ինչի խնայելու համար մարտկոցը հերթափոխային այդ զրույցները, երբ որտեղ շատ հետաքրքիր խոսակցություններ էին լինում ընդհանրապես աշխարհի ու անձնական պատմություններ, տան մասին, այդ ընթացքում են մարդիկ իրար ճանաչում, մարդիկ իրար փոխանցում են ամենաթանկագին խորհրդանիշները
ու դառնում են բարեկամ, դառնում են ընկեր, զինակից ընկեր։ Այդ process-ն է դարձնում ընկերությունը ամուր։ Ես իհարկե ափսոսում եմ, որ դրանք չեմ նկարել հիմա հետադարձ հայացքով, բայց բեմադրել միևնույնն է չէի բեմադրի, որովհետև դա մի տեսակ բեմադրելի չի։ Ես իհարկե ինչ բաներ հիշում ես, որ ինչի մասին ենք խոսել, բոլոր տղաների ընտանիքի անդամներին ճանաչել ենք այնտեղ ֆիզիկապես չճանաչելով, չհանդիպելով իրենց։ Այսինքն կան այդ պատմությունները գիտակցության, հիշողության մեջ հաստատ, բայց մի տեսակ չես գրի էլի դա չի դառնա այդպես սցենար, որ բեմադրվի։ Իսկ մտածել եք, որ եթե 44 օր այնտեղ չլինեիք եւ գնայիք միայն նոյեմբերի 9-ից հետո, արդյոք նույն ֆիլմը կստացվեր։ Չէ, վստահ, այդպես չի։ Ինչը փոխեց այդ 44 օրերի ներկայությունը այդ դիրքում։ Գիտես, նախ խցիկը ֆիլմում շատ մոտ է մարդկանց։ Անկամ մենակ իմ ձեռքում չի, իրենց ձեռքում էլ է։ Մենք իրար հետ խաղացել ենք խցիկի հետ։ Դա հնարավոր է մենակ շատ մերձ միջավայրում, շատ դժվար կլիներ, իրապես դժվար կլինի նկարահանման որևէ խմբի հայտնվել միտեղ, ասել տղաներ ֆիլմ ենք նկարում ու այդքան հնարավորություն ունենալ մոտենալու, այդ դժվար է, այդքան հեշտ չի լինի։ Այսինքն այստեղ շատ այդ բացառիկ ինչ որ առանձնահատկությունը երևի դրա մեջ է, որ խցիկը կա ու չկա ու որևէ մեկը խցիկի հետ ինչ որ խնդիր չունի, էլի։ Ռուս վավերագրող կինոռեժիսոր Մարինա Ռասպեշկինան մի հետաքրքիր դիտարկում ունի, ասում է իրականությունը իրականում գաղտնիք է եւ վավերագրողը ավելի շատ աշխատում եւ նկարում է իր իլյուզիայի հետ, իր իլյուզիան։ Դուք զգում եք իլյուզիայի եւ իրականության սահմանը եւ ընդհանրապես նման խնդիր կա։ Զգում եք։ Ինձ թվում է արվեստը ընդհանրապես այդ առնչությունն է իրականության ու իլյուզիայի բացատրելու, հա, այդ առնչվում է այդ հարաբերություններին, այդպես ասեմ, արվեստի բոլոր տեսակները որևէ ձև առնչվում են իրականությանը, կարելի ասել ինքը արվեստի հիմքում վավերագրականն է, որքան էլ ինքը աբստրահում է այդ իրողություններն ու իրականությունը, բայց արմատը եթե շատ խորամուխ լինենք, իրականությունն է, իրականությունից է գալիս։ Ես իհարկե մեր իրականության մեջ կամ առօրյայում ամենասովորական իրադրությունների մեջ դու հանդիպում ես այդ հրաշքին, իհարկե այդ հրաշքին, այդ իլյուզիային, դա անընդհատ հանդիպումներ են։ Ուղղակի արդյոք ինչքանը կկարողանաս բերել դեպի ենթադրենք վավերագրական կինո կամ խաղարկային կինո կամ իմ գործիքները վիզուալ արվեստն է, վիդեո արվեստ, դա ուղղակի ոնց որ ինչքան ժամանակ կունենաս, ինչքան կկարողանաս այս կամ այն տեսածը ֆիքսել առաջին հերթին ու որպես նյութ աշխատել իր հետ, այդ քո տեսած իլյուզիան վերարտադրելու ու իրականությունը մեկ ուրիշ կերպ ներկայացնելու կամ փոխանցելու, բացատրելու համար։ Այդ տեսանկյունով իհարկե ես համաձայն եմ այդ մտքի հետ ու կարծում եմ, որ մենակ չի խոսքը վերաբերվում հենց հատկապես վավերագրական կինոյին, ինձ թվում է արվեստի բոլոր տեսակները աշխատում են հենց այդ մեխանիզմով կամ այդ միջավայրում երևի այդպես ավելի ճիշտ կլինի ասել։ Մենք առօրյայում խնդիրը մենակ սա է ինձ թվում, թե մարդը անհատը եթե երբևէ որևէ պահի մտովի իրականության, որտեղ ինքը իրողությունը, իրականությունը հոսում է, ինքն իրեն կա, ինքնին գոյություն ունի։ Եթե ինչ-որ մի պահի հանկարծ ռուսերեն ազարենյա հայերեն պայծառատեսություն կամ չգիտեմ այսպես լուսավորում, եթե տեսնում այն մյուս ինչ որ մեկ ուրիշ շերտը,
Հենց այդ պահից դա արդեն կարող է դառնալ գրականություն, կարող է դառնալ կինոյի գաղափար, երաժշտություն, արվեստ ընդհանրապես, որը հիմքում հենց այդ իրադրության մեջ ստեղծված ինչ որ մի ազդակն էր։ Ու այդպես մենք բոլորս անընդհատ առնչվում ենք մեր կյանքում այդ դրվագներին ու ինձ թվում է առաջին բացառիկ այդ առնչությունները սկսվում են հենց խորը մանկության շրջանում, այդտեղից է գալիս, հետո նոր դու գիտակցում ես գուցե, հետո դու սկսում ես խոսել այդ ինքդ քեզ հետ, այդ քո հայացքի հետ, տպավորության մնացած, սկսում ես բացատրել, թե դա ինչ էր ու եթե հակում ունես դա կիսելու ուրիշների հետ, սկսում ես գտնել այն գործիքները, փորձում ես գտնել այն գործիքները, հարազատ գործիքները, որոնց միջոցով կուզենայիր այդ քո ընկալածը փոխանցել ուրիշներին, ուրիշների հետ կիսել։ Արդյունքում մեկը դառնում է գրող, մյուսը երաժիշտ, մյուսը ռեժիսոր, թատրոնի կամ կինոյի, չգիտեմ, այդպես, կամ կատարող, արտիստ, ի վերջո թատրոնում դերասանները շատ անգամներ օգտվում են այն մարդկանցից, ում իրենք տեսել են, որոնք շատ մոտիկ են այս կամ այն բնավորությանը։ Խնդիրները, որոնք ռեժիսորները տալիս են, այդ տիպաժները, այդ բնութագրերը առօրյայի մեջ են ու ինչքան ավելի շատ են տեսած լինում այդ հանդիպումները ունեցած լինում տարբեր բնավորությունների հետ, այնքան ավելի ճկուն կարողանում են կատարողները փոխել իրենց ու խաղալ տարբեր կերպարներ։ Պարոն Ղազարե, շատ շնորհակալ եմ կարևոր եւ գեղեցիկ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Մարիաննա ջան, շատ շնորհակալ եմ հրավերի ու հարցերի համար։ Մերսի։ Ստեղծագործողները աշխատում են տեսանելի եւ անտեսանելի սահմանին, սակայն այն, ինչ նրանք գտնում են, հիմնականում ավելի շատ հարցեր են, քան պատասխաններ, սակայն այդ հարցերը նորից մղում են կրկին ու կրկին նայելու իրականությանը։ Շնորհակալություն, կհանդիպենք։